Պարոն Բաղդասարյան, ինչի՞ց է, որ ղազախական ցորենը այսպիսի աղմուկ բարձրացրեց այն դեպքում, եւ որ առաջին անգամ չէ, որ մենք Ղազախստանից ցորեն ենք ներմուծում, ճանապարհով է պայմանավորված, ինչի՞ց այսպիսի մեծ աղմուկ բարձրացավ եւ սկզբում հանրությանը հայտարարվեց, որ Ադրբեջանով ներմուծված ցորենը 4-րդ կարգի է։ Այժմ իշխանական ներկայացուցիչներն ասում են 3-րդ կարգի է։ Ո՞րն է իրական, ինչ փոխվեց այստեղ։ Հայաստանը ցորեն ներկրել է ոչ միայն Ղազախստանից, այս ժամանակի մեծ քանակությամբ ներկրում են նաև Ուկրաինայից, մասնապես մինչև 2022 թվականը մեր ներկրման 10%-ը գալիս էր Ուկրաինայից։ Այսինքն դա Հայաստանի ներկրման պրակտիկա նորմալ երևույթ է։ Իրավիճակը փոխվեց այն ժամանակ, երբ որ իշխանությունները դա ներկայացրեցին որպես բացառիկ երևույթ, որ բերում ենք Ռուսաստանից բացի այլ երկրից եւ երկրորդը նշեցին, որ դա գալիս է Ադրբեջանի տարածքով եւ երրորդ գործոնը, որ դրա արդյունքում մենք ունենալու ենք գների իջեցում։ Այսինքն իրենք մի քանի այսպես հայտարարություններ արեցին, մարդկանց մոտ այսպես սպասում կամ խոճապ, որոշ մարդկանց մոտ ստեղծելը, որը անհասկանալի էր, անիմաստ էր։ Եվ որը արտահայտվեց նաև այս ձևերով, քանի որ մարդիկ տեսան դրա մեջ որոշակի սպառնալիք, որոշակի ռիսկ է, ցավոք սրտի, եւ ամեն մեկը փորձեն յուրովի մեկնաբանել։ Որակի հետ կապված այստեղ էական չի ինչ որակի է եկել ցորենը, որովհետեւ եւ երրորդ եւ չորրորդ որակի ցորենը օգտագործում է տնտեսության մեջ։ Նույն օրինակ 4-րդ որակի կարգի ցորենը օգտագործում է սպիրտի արտադրության մեջ։ 7-րդ որակի ցորենը խառնվում է լավ որակի ալյուրի հետ, որը որոշակի այսպես առանձնականություն ունենա։ Այսինքն դա հացի արտադրության նորմալ այսպես երևույթ է, որ պետք է ընկնել ծայրահեղությունների մեջ։ Բայց սկզբում, երբ որ ցորենը եկավ, մեզ չասվեց, թե ինչ կարգի ցորեն է եւ տպավորություններ, որ տեղյակ չեն, թե ինչ կարգի ցորեն է ներմուծվում։ Նշեմ, որ կոնկրետ Ղազախստանը հիմնականում արտահանում է 3-րդ կամ 4-րդ կարգի ցորեն։ Այսինքն դրանց միջև տարբերությունը այդքան էլ մեծ չէ, որպես այդպեսին, ես պետք է կենտրոնանալ 3-րդ թե 4-րդ կարգի։ Եթե չկենտրոնանանք, այդ դեպքում ինչու այսպիսի մեծ աղմուկ բարձրացվեց։ Իրենց առաջացած սպասումներով, որ հեսա հացի գինը ճիշտ է եւ մյուսը, որ Ադրբեջանի տարածքով են բերել։ Սա է այս երկու գործոնն է հիմնական։ Հնարավոր է որակապես հացի որակ ընկնի, քանի որ հիմնականում Ղազախստանից 3-րդ կարգի ցորեն բերելու պատճառով, թե այդ փոփոխությունը մենք չենք տեսնի։ Այդ Ղազախստանի ցորենը կամ էական չի 3-րդ կարգի ցորենը խառնվում է ընդհանուր բարձր որակի ցորենի հետ, որ ստանանք մեր այսպես սպառման հացը, ալյուրը։ Եվ որոշակի առանձնականություն ադրեք բերում կոնկրետ հացը 3-րդ կարգի, 4-րդ կարգի ցորեն։ Օրինակ ժամանակի մենք կոնկրետ Արցախից ներկրում ենք 3-րդ, 4-րդ կարգի ցորեն։ Խառնում ենք բարձր կարգի Ռուսաստանից եկող ցորենի հետ եւ ստանում ենք մեր ընդհանուր հացի արտադրության մեջ օգտագործող ալյուր, առաջին կարգ, 2-րդ կարգ ալյուր ենք ստանում։ Այս պահին մենք ամենաշատ խմբականակը որ երկրից ենք ստանում։ Ռուսաստանից մեր հիմա ցորենի ներկրման գրեթե 99%-ը գալիս է Ռուսաստանի դաշտ։ Այսինքն կարող ենք համարել, որ այս ղազախական ցորենը զուտ աղմուկ բարձրացրեց, որովհետև գալիս էր Ադրբեջանի տարածքով։ Ղազախական ցորենի գնի հետ կապված այս բանին որևէ տվյալ չունենք, ինչերով են ստեղծել, բայց տրանսպորտային ծախսերը ավելի մեծ կլինեն, քան Ռուսաստանից, քանի որ Ղազախստանի ցորենի պարագայում կիլոմետր ավելի երկար է Բաքու Երևան կամ Փոթի Երևան, որ 30% ավելի երկար է։